Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Միանգամից հարցերից սկսենք։ Սկսենք։ Ինչպես է ստացվել, որ մայրաքաղաքում գրեթե բոլոր ճանապարհները անանցանելի են դառնում եւ անձրևի եւ ձյան ժամանակ։ Դա շինարարության որակի խնդիր է, թե կառավարման համակարգային բացակայություն։ Երկուսը միասին ես կասեմ, առաջինը դա լուրջ կառավարման ճգնաժամ է, որը կա Երևանի քաղաքապետարանում, երկրորդը անորակ աշխատանքն է, այսինքն այն կոռուպցիան, որ մտել է քաղաքապետարանի շենքը ու թևածում է շենքով մեկ, ամբողջությամբ այնուհետև արտացոլվում է նույն փողոցներում, այսինքն իրանք երբ որ ասֆալտը սկսում են վերանորոգել կամ անել անդրադառնում ես անձամբ ես բազում տեսանյութեր եմ հրապարակել, որ առանց այդ փոշին մաքրելու, առանց գրունտը ճիշտ ապահովելու, առանց բիտումի ասֆալտ են անում այս մարդիկ, ասում են, չէ, դա այդպես չի, մի քիչ ասֆալտ ավելացավ, տարանք լցրեցին կամ որակը տենց է, շատ լավ է, բայց երբ որ անձրևը գալիս է, ձյունը գալիս է, արդեն իրանց դեմքի ցույց է դնում, արդեն իրանք չեն կարող կռուտիկ լինեն, ասեն, որ չէ, գիտեք ինչ կա, այդ ասֆալտը որ կար, տակը որ մենք բիտումը չենք արել, անորակ ենք արել, չէ, որակով էր։ Արդեն պարզ երևում է իրանք անորակ աշխատանք են տարել եւ դա արտացոլվում ամբողջ Երևանով մեկ, եւ այս վերջի 1 ամիսը ցույց դրեց, որ ԿՓ-ն իր ասֆալտչիկի բրենդը ամբողջությամբ խուրդել է։ Այսինքն ԿՓ-ն էլ իր ասֆալտչիկի բրենդը չունի, կարծում եմ լավ կլինի իրենց բոլորին հավաքենք մի սամալյոտ նստացնենք, ուղարկենք դուսը բետոն թափելու, կարող իրանց մոտ նոր բրենդ ձևավորվի։ Փաստացի այս ձմռան 1 ամսվանից հետո մենք կրկին նոր ասֆալտի կարիք ունենք, այդպես է ստացվում։ Ամբողջությամբ եւ գիտեք ինչն է հարցը, որ եթե մենք գնանք այն տրամաբանությամբ, որ ձմռանը պետք է ասֆալտը քանդվի, ճանապարհները քանդվեն, այսինքն հյուսային բևեռներում գտնվող երկրներում, որտեղ որ տարվա զգալի մասը ցուրտ անձրև եւ ձյուն է, դեռ ընդհանրապես պիտի ճանապարհներ չլիներ, բայց ինչն է հետաքրքիր, երբ որ անձրև է գալիս, ջրեղեղներ է լինում Երևանում, Վենետիկի է վերածում քաղաքը, ասում են անսպասելի անձրևն էր մեղավոր, անձրևը ինչի համար է եկել, բայց չեն ասում, որ կոյուղատար համակարգը իրանք չեն մաքրել տարիներով, այդ փոշին կեղտը, այդ ասֆալտի կեղտը լցվել է այդ կոյուղիները չեն մաքրել ու դա դարձել է ասես բետոնից էլ ավելի պինդ, որ կարծրացած ու չի էլ մաքրվում դա այսօր։ Իրանք չեն մեղադրում իրենց, երբ որ գալիս է ձյուն, ասում են անսպասելի ձյուն եկավ, դրա համար չկարողացանք փողոցները մաքրել կամ հետո ասում են գիտես ինչ կա բերեցինք 1000 կամ 2000 տոննա մենք աղ ու ավազը լցրեցինք, բայց ոչ մեկ չտեսավ այդ աղ ու ավազը, որովհետև դա էլ է մարձանագրել, որ Երևանի քաղաքը հիշում եք ինչ կոլապսի էր վերածվել ձեն արդյունքում ու մաքրող բան չկար, ասում էր ջուրը ու չգիտեմ ինչ պետք է բերենք լցնենք, այդ ժամանակ էլ մեղավոր էին մարդիկ, որ արձանագրում էին չմաքրված փողոցները, մեղավոր էին տնտեսվարողները, որ իրանց դրան դեմը չէին մաքրում, բոլորը մեղավոր էին, բացի իրանցից։ Ձյունը հալվեց, իրանց երեսը բացվեց։ Գոնե այն ժամանակ ձյունը կար, այդ փոսերը չէր երևում ասֆալտը, այս անգամ ձյունը հալվեց, իրանց պարզ չկա, իրանց երևաց իրանց ով լինելը։ Հիմա էլ մեղավորը աղն ու ավազը։ Բայց ստեղ մատ ուրիշ խնդիր կա, արդյոք կարելի է որակով ասֆալտ, թե չէ։ Կարելի է որակով ասֆալտ ստանալ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ այո, կարելի է։ Պարոն Մանուկյան, առաջարկում եմ հիմա տեսանյութ դիտենք ու շարունակենք։ Այս տեսանյութը նվիրվում է մարդու իրավունքների գրասենյակին հատուկ։ Հիմա այս ավտոն, որ եկավ ընկավ, նայեք շիթը խփեց այս ավտոն, նայեք։ Ես հատուկ ուզում եմ անդրադարձ կատարեմ, որ ամեն երկրորդը այս փոսի մեջ ոնց է ընկնում։ Նայեք, նույնիսկ բեռնատար ավտոմեքենան, որ գալիս է, այս փոսը նայեք։ Այս փոսը նայեք ոնց է ընկնում այս մարդը։ Վթարային վիճակ ստեղծվում է, թե չէ։ Ահա որ է, թե չէ, ասա։ Նայեք, կամ այս ավտոն, շիթը նայեք խփեց։ Շիթը խփում է այս մարդն այս ավտոն էլի։ Որ ուրեմն կռիվ եմ անում հետեն, ասում արա վթարալ, մարդիկ բան են չի կարելի։ Չկա մի վարորդ, որն իր դժգոհությունը չարտահայտի այս խնդրին։ Ամբողջ քաղաքը վերածվել է խրամատների։ Նայեք, ավտոբուսը հելա վթարային վիճակ ստեղծեց։ Ավտոբուսը հելնում է վթարային վիճակ է ստեղծում։ Նայեք, այս ավտոբուսն անգնում մեջ է, հակատանկային փոսա թե ինչ է։ Պարոն Մանուկյան, հիմա այս խրամատը, որն առաջացել է կենտրոնական փողոցներից մեկում, ինչ կապ ունի աղու ավազի հետ, որը Ավինյանն ասում է նախկինում աղու ավազ չեն ցանել, դրա համար ճանապարհ ասֆալտը չի քանդվել։ Տեսեք, կոնկրետ այդ տեսանյութը նկարահանել եմ Տիգրան Մեծ փողոցի վրա,
իսկ ավելի ահավոր փողոցները դրանք Արինբերդն է, որտեղ որ տպավորությունը, որ Իսրայելը հարձակվել է Գազայի վրա եւ այդ ռմբակոծությունից հետո պատկերա կամ Արինբերդ այդ փողոցը ամբողջ երկայնքով որ գնում ես Դավիթ Բեկ փողոցը կամ ընդունենք Գյուրջան մասիվ բարձրացողը կամ Մալաթիա Սեբաստիայում Հաղթանակ գյուղի 4 գյուղի փողոցները ու նաև Գերեզմանոց գնալու ճանապարհը ահավոր էր կամ ընդունենք Աջափնյակում Ֆուչիկի փողոցը, որտեղ որ օրինակ Վիոլա ջուրը կամ ուրիշ մի հատ կառույց քանդել է, երբ մողիկ քանդել են իրանք, չեն վերանորոգել ու դրա արդյունքում այնտեղ արդեն դառնա կոնկրետ խրամատներ, ոնց որ սահմանազատել են իրանք այդ ամբողջությամբ, իրանց մոտ էդիա լավ ստացվում։ Այսինքն ինչն է ահավոր, որ ստեղ ոչ մեղավորը ավազը, ոչ աղը, ոչ մնացածը, ստեղ մեղավորը իրանց կատարած անորակ աշխատանքը։ Այն որ ասում ենք այդ միլիարդավոր դրամները մսխում եք ու ոչ մի արդյունք չկա, դա փաստ է։ Նայեք իրանց մենք ասում ենք, գիտեք ինչ կա, ինչի չեք այն կարկատաններն անում ամբողջ փողոցը ասֆալտապատում եք, օրինակ Գայի պողոտան, ասում եք չէ Գայի պողոտան մենք անում ենք, որովհետև երբ որ մենք քերում ենք նորը փռում ենք, ամբողջությամբ շատ որակյալ է լինում։ 4 ամիս չկա, որտեղ ասֆալտապատել են 4 ամիս։ Թաղապետարանի ուղիղ դիմաց, որտեղ որ բլոգերները գնում էին, նույն մարդիկ ասում էին բիտում չեն լցնում, թաղապետարան չեք տեսնում դուք։ Թաղապետարան չեք տեսնում, թաղապետն էլ Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչն էր։ Այս մարդկանց պետք չէր որ դա տեսնել։ Այսօր դեռ փոսը գոյացել է ամբողջությամբ։ Այսինքն եթե դուք ասֆալտ եք անում, բիտումը չեք լցնում, բնականաբար ինքը անձրևի ձյունից հետո քանդվելու է։ Մյուս տարի նորից փող եք դուրս գրելու, այ բյուջեի մսխելը մարդկանց թալանել այս ձև է արտահայտվում, հասկանում եք։ Նույն բայց այդ փոստերը իրանց էլ է, չէ՞ խանգարում, նույն թաղապետարանի աշխատակիցները այդ ճանապարհով չեն ամեն անգամ գնում գալիս։ Գիտեք ոնց է, քանի որ մեղքը իրանցն է, իմ կարծիքով նույն քաղաքապետարանի աշխատողներին կամ իրենց այդ ծառայողական ավտոմեքենաներով, այդ որ ասում են պատավատապետություն կա, իրանց ավտոն չի սրտացավ չեն, ջանդամ թե չի ջարդվի այդ ավտոները։ Պետության ավտոնա, պետության ծառայողական մեքենան է, դու ջարդվի մի հատ է փող դուս գգրեն կսարկենք։ Այո, եթե իրանք սեփական ավտոմեքենաներով գային, այդ ամբողջի մեջով իրանք անցնեին, ծախսը իրանք տեսնեին, այն Արինբերդի փողոցի վրա մի հատ փակցրած է շարժական վուլկանիզացիայի համար, մի հատ էլ այն էվակուացիայի համար է դրած, որ մարդիկ գան ավտոն վերջնեն տանեն։ Ընկնում են փոսը, ջարդվում է, ստիպված եք մարդկանց ինչ որ ավտոմեքենայի շտապօգնություն է պետք։ Իսկ կա ինչ որ ընթացակարգ այդ դեպքում, օրինակ պայմանական ինչ որ փոսի պատճառով իմ ավտոն վնասվել է, ինչ պետք է անեմ, ում դիմեմ, փոխհատուցում ստանում են։ Տեսեք, ընթացակարգը հետևյալն է, պիտի կանչեն բարեկային ծառայությանը, արձանագրեն փաստը, դրանից հետո դիմեն քաղաքապետարան, քաղաքապետարանը գնահատի արդյոք դա դրա արդյունքն է թե չէ, բայց որպես փաստ եզակի մարդիկ ովքեր կպչուն ձևով կպնում են կռիվը տալիս են, ստանում են փոխհատուցում, բայց ասենք թե մեկ ընկնում է լադոկների փոսերի մեջ, խրամատների մեջ ու իր առագատկեն ջարդվում է, կամ այն մարդն ասում է խփել է կարտերը ջարդվեց, յուղը թափվեց ամբողջությամբ, ասում է էդի դրա արդյոք այդ փոսի մեջ ես ընկել, թե ուրիշ տեղ է թափվել, եկե հասել ես այդտեղ։ Այսինքն ստեր քաղաքացին իրենց համար 0 արժեք է։ Ու նորից կրկնեմ, Երևանցին ձայն չի տվել ԿՊ-ին կամ Հանրապետությանը։ Իրանք փոքրամասնությունների կոալիցիա են, իրանք չեն սիրում երևանցիներին։ Երևանցիներին իրանք ձայն չեն տվել ու այսօր իրանք մուռ են հանում երևանցիներից ու ժողովրդից։ Նորից հասկանում եք, մի բան էին կարում անեին յանի, այդեն ձևական ասֆալտ ասված, Սևանի ճանապարհն է, որ տարին 18 ամիս ասֆալտ են անում մի քանի անգամ։ Մեկ էլ Երևանի էս խայտարակ, ուղակի խայտարակ վիճակը, բայց նաև ձեզ ասեմ ավելին, կա նաև որակյալ կառուցած փողոցներ։ Էդ էի ուզում առաջարկեի, դիտենք տեսանյութը։ Անդրադառնալ այն մտքին, որ անձրևից ու աղից քանդվում է։ Տիգրան Ավինյան, այս մեկն արդեն ուղիղ ձերոնց փողոցն է։ Ուղիղ ձեր տան փողոցն է տպած, եւ ես արձանագրում եմ, որ ձեր տան փողոցի շարունակությունը, որտեղ որ ուղիղ ձերոնք եւ դու ամեն օր տեսնում ես, ասֆալտը իդեալական վիճակում է։ Ես արձանագրում եմ, որ երբ որ որակյալ ասֆալտ են անում, այդ ասֆալտը չի քանդվում, ու մեկ տարվա կյանք չունի։ Ու առնվազն 200 մետր աճ, այդ սա խայտարակ վիճակ է, ուղղակի խայտարակ վիճակ է։ Փաստորեն կարողանում են, եթե ուզում են։ Իհարկե, այս պարագայում ճիշտ ասած ես ունեի սկզբունք, որ երբևիցե քաղաքական գործիչների ընտանիքի անդամին չանդրադառնամ, բայց այս պարագայում ես ուզում եմ անդրադառնալ ոչ թե ընտանիքի անդամին, այլ Տիգրան Ավինյանին ստան կողքի փողոցին,
ու շատ ուղիղ հարց տամ Տիգրան Ավինյանին, նաև Ժողովուրդ ջան, կիսվեմ ձեր հետ։ Տիգրան Ավինյան, այդ ո՞նց է ստացվել, որ քո հայրական տան կողքի ասֆալտը իդեալական է, բայց երբ որ ձերոնց տնից մի փոքր ձախ ես անում, սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ, երբ որ Մարաշով բարձրանում եք դեպի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, Մասիվի, այսինքն այդ նեղ ճանապարհով բարձրանում եք, այդտեղ բոլորս շատ լավ գիտենք, որ մեր Տիգրան Ավինյանի հոր մեծ սեփական տունն է Մարաշում, լավ թաղամասերից մեկում Երևանի, եւ այդ փողոցը, որտեղ որ Տիգրան Ավինյանի հոր փողոցն է, ասֆալտի որակը իդեալական է բառի սովոր իմաստով։ Գուցե աղուավազ չեն ցանել։ Չէ, աղուավազը ամենակարևորը ցանել էին իրանք այդտեղ։ Ու ասեմ ավելին, հենց ձյունը գալիս է, առաջի ԵԱՍՄ-ի ավտոները գնում են այդտեղ, առաջի աղնուավազը լցնում են այդ փողոցի վրա, որպեսզի իդեալական լինի։ Okay, անում եք, լավ եք անում, խնդիր չեմ տեսնում, բայց մենք փաստում ենք, չէ՞ որ աղուավազը նաև տեսանյութի մեջ է երևում գետին շախտված աղնուավազը։ Մի բան չի եղել այդ ասֆալտին։ Գիտեք ինչի համար, որակով են արել, որովհետև թույլատրելի հաստությունը իրանք չեն արել 4 կամ 5 սանտիմետր, արել լավ էլ ընդունենք 7 կամ 8 սանտիմետր։ Բիտումը չեն խնայել, լցրել են, որովհետև կարող է Տիգրան Ավինյանի պապան դուրս գալ, ասել, «Էս ո՞նց եք անում, էլի օրինակի համար»։ Կամ իրանք գիտակցում, իրանք տան մոտ պետք է ամեն ինչը իդեալական լինի։ Այսպեսով մենք արձանագրում ենք փաստը, որ Երևան քաղաքում նույն տեղը, հասկանում եք, այդտեղ նաև ինչն է իմ համար ցավալիզում, ես փաստեմ, որ դա Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, շտապօգնության հիվանդանոց գնալու ճանապարհն է։ Եվ ճանապարհին մի քաղաքացի, որ այս մյուս տեսանյութը նկարանում էի, մոտիկացավ խոսում, ասում, ահա որ հասկանում եք, հիվանդին այս ճանապարհով տանեղ տես հասնեն, սրանք կարող մի 20 րոպե միջև տեղ հասնել է լինի շտապօգնության համար։ Երկրորդը թե այդ մարդը կոտրված տեղ չունենար, այդ փոսերի մեջ կկոտրվեր այդ մարդուն, այս մի քաղաքացի հումորը տեղը ասեց, գիտես ոնց ասեց, մորգը ավելի շուտ է, կարող է մարդիկ այլև միանգամից մորգ գնան, ճիշտ է, մի քիչ հումորը սև հումոր էր, բայց այնուամենայնիվ հասկանում եք շատ ահավոր է ու քաղաքային իշխանության կողմից ձախողվել է կառավարումը։ Փողոցի ձյուն, երբ որ գալիս էր չեն մաքրում, երբևիցե չպետք է մեղադրել ԵԱՍՄ-ի աշխատակցին, հասկանում եք։ ԵԱՍՄ-ի աշխատակից իր գործն անում են փողոցում ձյանը մաքրող, այն մեր տատիկները, պապիկները կամ երիտասարդներ կամ շատ գնահատում են իրենց աշխատանքը, բայց եթե քաղաքային իշխանությունը արգիշտի մեկում նստած ԿՊԱ-ականներն ու Արամ Զավենի Սարգսյանականները չեն գիտակցում, որ կարելի է օրինակ գային ճանապարհը փակի, այդ պահին փողոցը լցնեն, որ չասեն ավտոները գնաց չկարողացանք մաքրել։ Ես պարագայում ԵԱՍՄ-ի աշխատակցին մեղադրելը առնվազն բարոյական չի, բայց արգիշտի մեկի պաշտոնյաները ուղիղ իրանք են պատասխանատու։ Ասում եմ, ասֆալտների հետ կապված խնդիր է, Արին Բերդի խնդրին անցյալ տարի անդրադարձել եմ, որ վիճակը սենց է, եկեք սարքեք։ Ասֆալտները անորակ, շատ անորակ սարքում են, նկարում են, փոխանակ ներողություն խնդրեն, բանը փորձում են, չկա տենց բան։ Ասֆալտ ավելացնել տարել լցնում եք ընդ ոնց ավելանում, այդ ում հաշվին է ավելանում։ Ու այդ ֆոնի վրա մարդիկ գույքարկը 8 միլիարդ դրամ ավելանում այս տարի, հասկանում եք, անբարոյական է։ Ես ասել եմ, նորից եմ կրկնում, 26 թվականի պետք է իշխանությունը հեռանա ու նոր իշխանությունը պետք է չեղարկի այդ 26 թվականի թանկացումը։ Մարդը գույքարկի համար, աղբանության համար, ասում է քառակուսի մետրով ես ասում եմ քեզ աղբը տալիս։ Մարդն է գեներացնում։ Քառակուսի մետրի չի գեներացնում, հասկանում եք աղբը։ Ու այս պարագայում մարդն ասում է, լավ, դրա դիմաց օրինակ փոսերը թող նորմալ լինի, չէ, փոսերը պետք է լինի դու մնես, ջարդվես, ավիրվես։ Լավ, ավտոբուսների համար մենք փող ենք տալիս, չէ։ Ոչ Տիգրան Ավինյանը, ոչ է ՔՊ-ն, ոչ է Նիկոլ Փաշինյանը իրանց հորտնից չեն բերել ավտոբուսներն առել, հասկանում եք։ Այդ ավտոբուսները առել ենք մենք։ Դրա դիմաց թանկացումների հաշվին ենք առել։ Այդ թանկացումների հաշվին թանկացնելուց հետո մի հատ ավտոբուս չեն առել, մի հատ չեն է պլանավոր է բյուջեի 26-ից 28 թվականի միջնաժամկետ ծախսերի շրջանակում մեկ նոր ավտոբուս պլանավորված չի առնելը։ Ես ուրիշ բան ձեզ ասեմ, տեսեք, քաղաքի հետ կապված խնդիրը դուք տեսել եք, որ ասենք 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար փող են վերցրել, մի հատ նոր հանգույց Երևան քաղաքում ճանապարհային հանգույց չեն կառուցել։ Մի հատ նոր ճանապարհ, որ ասած այս ճանապարհը իրանք կառուցել են, չկա, հասկանում եք։ Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ որ Խանջյան փողոցի այդ թունելները որ կառուցել են, Սարալանջը նոր կառուցել են, Դավթաշենի մոստ են կառուցել, բայց սրանք ինչ են արել, 8 միլիարդից մի բան չեր ասում։ Այն հայրենիքի հանգույցը 5 տարի է ռեկլամ են անում, չեն սարքում։ Իսակովը պիտի կպնի Արշակունյացին, մարդկանց գերակաշարժ ճանաչել են, փող պիտի տան, այդ
Փուլում իրանք այդ նույնիսկ չեն արել, բայց դրա փոխարեն կասկադը, որ մի բուջուր հատվածի համար 20 միլիարդ 50 միլիոն դոլար փող էր պետք, որ ավարտին հասցնել, գուշակեք Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կառավարության որոշմամբ ինչ տարածք են տվել շինարարին։ 125,000 քառակուսի մետր հողատարածքի վրա շինթույլտվություն են տվել։ Կասկադի կողքը մի քառակուսի մետրի արժեքը կլինի $2,000 նվազագույնը, կլինի, դա անում է $250 միլիոն անում է, այսինքն դու 50 չուներ 250-ի բան ես տվել կառավարությանը։ Ստեղ հասկանում եք, այդ մրցույթին մասնակցողին մեղադրել պետք չի, հասկանում եք, մրցույթական չգիտեմ, որ ուղիղ են տվել մրցույթը չի եղել։ Այս մարդուն չի կարելի մեղադրել, ինքը իր բիզնես պրոյեկտն է անում, հասկանում եք, ինքը իր բիզնես պրոյեկտն է անում, բայց այնտեղ նաև գերակաշահ են ճանաչել, 20,000 քառակուսի մետր մարդկանց հողերը գերակաշահ են ճանաչել, քառակուսի մետրի արժեքը 300 քանի հազար դրամ են հաշվել, կասկադում 300,000 դրամանոց տուն լսել եք դուք։ Մարդկանց հեսա հանելու տներից վռնդեն, այս են իրանք։ Կառավարման ճգնաժամ, թալան, այս մարդկանց մոտ հետևյալն է՝ դիլետանտություն, անգրագիտություն, թալան, կոռուպցիա, միքս լինում է եւ դա արտացոլվում է այսօր փողոցներում։ Պարոն Մանուկյան, ինչ է սպասվում այնուամենայնիվ վարորդներին, ինչ որ փոփոխություններ սպասվում են, քանի որ դուք էլ նշեցիք, որ քաղաքային իշխանությունը երթևեկության խցանումներն էլ չի կարողանում կարգավորել եւ թեկուզ եւ կարմիր գծեր են թանկացվել, բազմաթիվ փողոցներում կայանելն է արգելվել, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք այդ խցանումները, ինչ է սպասվում վարորդներին։ ՔՊ-ի վերարտադրվելու կամ ՔՊ-ի իշխանությունը շարունակելու պարագայում ավելի քաոս է սպասվում են նոր թանկացումներ, սպասվում է, որ իրանք թքած պիտի ունենան ամեն ինչի վրա, բայց այս պարագայում այս խնդիրներն ամբողջությամբ կոնցեպտուալ լուծում են պահանջում։ Ընդունենք Երևան քաղաքի բեռնաթափմանը, խոսենք ոնց պիտի լինի։ Առաջինը որ կա նվազագույնը հոսքերի խելացի կառավարում, այսինքն այդ նույն AI համակարգը կարան իրենք բերեն տեղադրեն փորձեն հասկանալ, որ առավոտ շուտ ավտոմեքենաները դեպի կենտրոն գալիս են, լուսացույցերը աշխատեն ուրիշ ռեժիմով, ցերեկը ուրիշ ռեժիմով, երեկոյան ուրիշ ռեժիմով, կամ կամերաները ֆիքսեն այս պահին հոսքը ստեղից շատ է, ավելի շատ թողնի որ գնա, մյուս կողմից հակառակ, առաջի քայլը դա է։ Երկրորդը որ կա, իրանք պիտի փորձեն փողոցի թողունակությունը մեծացնել։ Ոնց պետք է անենք։ Մեր մոտ ֆիքսված փողոցներ կա։ Լուծումը միակն է, որ պիտի չթողեն մարդ կայանի, այսինքն 30%-ով կավելանա թողունակությունը, այսինքն մի գիծը կավելանա, բայց դու մարդուն երբ որ ասում ես մի կայանի, այդ մարդը որտեղ գնա կայանի, վերջը գործ ունի, չէ՞, չի եկել զվռնում, ոնց որ իրանք են մտել իշխանության մեջ ու զվռնում են իշխանության մեջ, էլի։ Այսինքն այս մարդուն պետք է դու առաջարկես որտեղ կանգնի, պետք է լինի ավտոկայանատեղիներ, պարկինգներ, ստորգետնյա ու վերգետնյա, որոնց տարբերակները ես առաջարկել եմ հերթով։ Այս Միասնիկյանի այս հրապարակը, որ այս հատվածում կա Սախարովի հայտնի Մալիբուի այգի հետնամասում վերգետնյա, պետք է լինի, դու պետք է հաշվես քանի ավտոկայանատեղի ես դու ստեղծում, հարակից փողոցներում այդքան ավտոմեքենաներ չթողնես իրենք կայանվեն։ Դրա արդյունքում մարդու կյանքն էլ կթեթևանա։ Պետք է լինի միասնական այդ պարկինգի համակարգ, որ օրինակ նույն կարմիր գծեր ինչի մարես թանկացնում, դու ինչ ծառայություն ես մատուցում, բայց եթե ես մտնեմ կարմիր գծերի այդ իրանք ծրագիրը, որը երևակայական լիներ, տեսնեմ որ Սարյան փողոցում կա մեկ ազատ տեղ, ես Սարյան փողոց չեմ մտի, հասկանամ որ մինչև գնամ ուրիշ մեկը կկանգնի։ Դրա փոխարեն կտեսնեմ որ Մոսկովյանում կա 6 ազատ տեղ, կասեմ կգնամ այդ փողոցը, որտեղ որ հնարավոր կլինի կանգնել։ Բայց նաև այդ խնդիրը, այդ համակարգը այլ խնդիր է առաջացնում, այսինքն դու արգելում ես մարդուն ղեկին հեռախոսով ինչ-որ SMS գրել կամ զանգի պատասխանել, բայց ասում ես հեռախոսով մտի, տես կայան տեղի կա, թե չէ։ Տեսեք, խոսելն է արգելվում, ինչ-որ մի բան նայելով, որտեղ այսօր մարդիկ նույն ձևով նավիգացիայից են օգտվում, այդ խնդիրը չի կարծում չի առաջացնի, բայց շարունակեմ այս ամբողջ փաթեթը ներկայացնել, հաջորդը պետական կառույցներն են, որոնք որ կենտրոնից պետք է դուրս գան։ Գլխավոր դատախազությունը, որ ստեղ նստած է, օրինակ իրան որ տանեն աբարան օդը մաքուր լինի, հասկանա որ մարդկանց գլխին գործ սարքելը վատ բան է։ Միգուցե այս տոքսիկ, այս թունավոր օդն է, որ այս մարդկանց ստիպում է, իրանք չեն կարողանում գիտակցել, որ օրինակ բաները ձայնագրությունը պետք է մոնտաժ չլինի, մոնտաժանողին պետք է դատեն, էս անեն։ Ճիշտ կլինի իրանց հանեն տանեն ուրիշ տեղ։ Կամ օրինակ ընդերքի տեսչական մարմին ունեն մի հատ, ամեն շաբաթ երկու անգամ, շաբաթվա մեջ երկու անգամ իրանց մարզերի ներկայացուցիչները գալիս են, իրենք ինչ որ ժողովներ են անում, ստեղծում են շրջանայինում պրոբկեքը, կամ օրինակ ԲԴԽ-ն, ԲԴԽ-ին տարեք 9-րդ մասիվ, այդ մարդիկ ինչ են անում որ բան, կամ ՊԵԿ-ը, այն ՊՆ-ի շենքը քանդեցին, որ պետք է տանեն, ոչ մի բան չարեցին, այսինքն այդ վարչական, այս ադմինիստրատիվ ռեսուրսը կենտրոնից պիտի դուրս գա։
Հաջորդը որ կար նաև դու պիտի մարդուն առաջարկես ալտերնատիվ, որ իր ավտոյով չգա, արժանապատիվ տրանսպորտով գա։ Այսօր տրանսպորտ արժանապատիվ ասելն առնվազն անբարոյականություն է, մարդ դուրս գա կանգառ չկա, որպեսզի կանգնի։ Այսինքն այս եղանակին թրջում է խեղճ խարբեթի ժողովուրդ, որ գնում են, էլ ցելոֆոններ են ոտի վրա փաթաթում, էլ չգիտեմ, երկու զույգ կոշիկ են պահում, մեկն ասում է շոր եմ տանում, որ գործի տեղ է փոխում։ Խայտարակությունը հասկանում եք, կամ մի հատ падգամավոր ունեն, այն Վագն Ալեքսանյան, որ ասում էր Երևանում գրունտապատ փողոցներ չկան, երեխաները չգիտեն ինչ, հա, մեկ-մեկ գնում եմ իր համար հոգեհարազատ վայրեր, այդ ցեխերի բաների մեջ, sense ցեխակույտ, sense ջուր, բան, իրան կանչում, ասում արի քո համար հոգեհարազատ վայրերը, միգուցե գալուց հետո ինձ դժվար կլինի քեզ հավաքել հետ տանելը տեղից, բայց արի մի հատ տես, որ խափում եք 21-րդ դար, օրինակ Երևան քաղաքում այնքան գրունտապատ ճանապարհներ կան, որ ասելու չի ուղղակի էլ ասելու չի, կամ գիտեք ինչ է, իրանց մոտ հաշվարկը սխալ եղավ, բոլոր ընտրություններից առաջ էլ ասֆալտ են արել, այս մարդիկ չմտածեցին, որ այս տարի ձմեռը մի քիչ նորմալ ձմեռ կլինի, վերջապես մենք էլ ուրախացանք, որ ձյուն եկավ, այդքան շատ, ու այն իրանց իրական պատկերը ի հայտ եկավ, ինչքան ուզում եմ մինչև ընտրությունները ասֆալտ անեն, չեն հասցնելու իրանց իրական պատկերը երևաց, իրանք էդ են 18 թվականին իրանց այդ հեղափոխության ժամանակ որ կադրերը նայեք ապրիլ ամսին իրանք արդեն ասֆալտ էր փողոցները գծանշումներն էլ արած էր ու իրանք այդ զեբրաների վրա պարկած էին բայց ժամանակ իրանք սիրած այդ նախկիները ոնց էին հասցրել այդքան նանային ապրիլին արդեն այդ բոլորն արած պրոկրացել հիմա այս մարդիկ ասում են մի 20 օր սպասենք թող լավ փոսելն առաջանա դրանից հետո սկսենք գործերը թե երբ քացնեն չգիտես ու դրա դիմաց վճարում են մեր քաղաքացիների համար ցավն է դա հասկանում եք մեծ ցավը որ օրինակ հաղթանակ գյուղի ժողովուրդը վճարում է իր հարկերը պարկեշ ձևով այդ մարդկանց նախ իրանց տաղպանություն ու սեփական տները իրենց ժառանգություն ստացած ավել վճարում են գույքը հարկը այդ մարդկանց վրա շատացել է իրենք ռոռոկման խմելու ջրի խնդիր ունեն կոյուղների խնդիր ունեն փողոցները մտնում ես ուղակի ահավոր է Մարդն ասում է, ես մի օրինակ ավտո տաքսի եմ քշում Yandex-ի, չգիտեմ, բարձր տարիֆով։ Իմ ավտոն պիտի լվացած լինի, մեր տնից մինչև դուրս եմ գալիս, որ գնամ գործի, արդեն պիտի գնամ մի հատ մոյկա։ Ահավոր է, շատ ահավոր է հասկանում եք, ու մեր ժողովուրդը արժանի չի այս մոտեցման համար։ Երեք եւս մի աղմկահարույց հրապարակում եղավ համացանցում, ուրեմն ոստիկանությունը Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ տեղադրել է տեսախցիկ եւ 25 օրում տուգանել է 5000 վարորդի, ընդհանուր 39.3 միլիոն դրամով։ Հիմա ստացվում է քաղաքացին այնուամենայնիվ տուգանքի մատերիալ է։ Իհարկե, միանշանակ, այս իշխանությունն ապացուցել է, որ քաղաքացին իր համար արժեք չի, այնինչ նորմալ պետության, նորմալ ղեկավարի համար ամենաթանկ արժեքը իր քաղաքացին է, իր ժողովուրդն է։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ այդտեղ տարիների վերջ չի եղել տեսանկարանող սարքը, առավել քան վստահ եմ, մեծ վահանակ բերեիք, փակցնեիք այդտեղ հատուկ ցույց տայք, որ դուք խնդիր չունեք մարդուն տուգանելու, այլ խնդիր ունեք երթևեկությունը կանոնակարգելու համար, որպեսզի վարձանա շրջադարձ։ Եթե դուք գաղտնագողի դնում եք ու մարդկանց սկսում եք աճ ձախ տուգանել, այն պարագայում, որ սա գիտակ մենք հիվանդանոց եկած մարդկանց հոգեվիճակը մտքերով են ընկածելնում, եկել են հիվանդանոց, այդ մեծ վճարումները, որ իրանք պետք է կատարեն, փողը որտեղից են ճարելու, որ գան իրանք անեն, կամ իրանք ընտանիքի անդամը հիվանդ է Այդ հոգսերն իրանց վրա դուրս են գալիս, մի հատ էլ տուգանում են ու ճամփու են դնում։ Էս են սրանք։ Եկեք հասկանանք, որ էս են սրանք, էլի հասկանում եք, ու իրանց համար մարդը արժեք չի, նորից կրկնեմ։ Իրանք չարիք են։ Իրանց համար մենակ փոխվել է ու աղքատությունը հաղթել են։ Իրանք իրանց գլխում, իրանց գրպաններում մենակ իրանք իրենց համար։ Այս են իրանք, այդ է ցավ։ Ակնհայտ է, չէ՞ որ իրենք կարող էին կանխել, որպեսզի մարդը չտուգանվեր։ Այսինքն բերեք մեծ վահանակներ փակցնեք, որ ժողովուրդ տուգանվելու եք, նույնիսկ լույսով ցույց տայք, որ տուգանվելու եք դուք ամեն ինչով։ Դուք դրել եք գաղտնագողի ու գիտեք, ելի եմ ասում, բարոյականություն պետք է ունենան։ Հիվանդանոցի դեմը դնելը բոլորը շատ լավ գիտակցություն են, մարդկանց մեջ հոգեբաններ են, այդ մարդիկ խնդիր ունեն արդեն որ հիվանդանոց են եկել։ Խնդիր, բացի ծննդատնից որ եկել են երեխայա ծնվում այդտեղ, մնացածը բոլորը խնդրեմ են։ Իսկ օրվա մեջ ընդունենք թող 50 ծնունդ լինի։ Իսկ ինչքան էին տուգանվել 5000 մարդ 25 օրում 25 օրում այսինքն ժողովուրդ խայտարակություն է էլի այսինքն ամեն օր էս մարդիկ խնդիր են դրել մարդկանց քերել 2 կոպեկ տանել ու իրենց պարգևա վճար տալ այդ է ահավոր
Իրանք պարգևավճարը առանց բարոյականություն նորմ ունենալու վերցնես այդքան պարգևավճարը, որ ինչ անես։ Չէ, որ ինչ անես։ Կամ ինչ որ sense կապիկություն են անում, ծրարներով առաջ մարդկանց փող են տվել։ Հա բռնեք։ Այդ որ ասում եք նախկինում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, բան Աբրամյան Հովիկ, չգիտեմ մյուս, բանա պապկեք ա եղել, բան, այդ պապկեկն ուր են։ Մի կարող է պապկեկը ձեռնալ։ Մենք որ լավ աշխատեն, լավ մասնագետը պետք է շատ գումար ստանա։ Ով ասում։ Այդ իրանց լավ մասնագետն ով է, լուրջ են իրանք ասում։ Չէ, իրանք լուրջ են ասում, իրանց այդ որ մեկն այդ կենսագրությունը իրանց բացում կարդում ես նո-նեյմերի կուսակցության ներկայացուցիչները, որ կենսագրության մի բան չունեցին, միանգամից փոխնախարարը պատգամավորը չգիտեմ ինչ են դառը։ Իրանք են տես լուրջ կառավարող, չէ լուրջ են իրանք ասում։ Ոլորտային հատիկ առ հատիկ ասեմ, այսինքն մեր մոտ ինչն է աբսուրդ, էլի եկեք նայեք, պաշտպանության նախարարը մանկավարժ, պատմության դասատու, առողջապահության նախարարը իրավաբան, вообще կապ չունի ոլորտի հետ, Արարատ Միրզոյանը կապ ունի դիվանագիտության հետ։ Իհարկե չունի, այնքան կապ ունի, ինչքան ես բժշկության հետ ավելի շատ կապ ունեմ, քան ինքը դիվանագիտության հետ։ Միսը Նիկոլ Փաշինյանը լրագրող։ Շարունակեք, մեկին ասեք որ ոլորտային բան, Ալեն Սիմոնյանը դերասան, մի ազգային ժողովի նախագահ, որ մեկին ասեմ, ասեք մեկին ասենք, որ համապատասխանում է, չէ իրանք լուրջ են ասում։ Իրանք որ խոսում են, տեսեք, ինչ որ մի падգամավորներ ունեն, ասում են, ես ծառայելու ժամանակ անտռուսիկ եմ մնացել, բայց իրանց անտռուսիկի համար մեկ մեղավորը իրանց ընկերն է, Գագիկ Մելքոնյանը։ Խոսում են վիլլաներից ու տներից, Մելքոնյան Գագոյի նոյ թաղամասի տունը տեսել եք։ Չեմ տեսել։ Իրանց եմ հարցնում, գիտեմ որ դուք տեսա, ես տեսել եմ։ Բա լավ, մի հատ հարց չեք տալի, կարող է այդ տռուսիկի փողերով այդ Վագն Ալեքսյանը որ չի ակե, դրա փողերով են այդ տունը սարքե։ Կամ խոսում են բանի Եռաբլուրի հողերից, ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասեմ, Երջանկա Իշատակ հայրս բիզնես էր ուզում աներ, այդ Եռաբլուրի այդ շրջակայքում հող կար որ վաճառում էին, եկավ ասեց ասում են Մելքոյան Գագոյին է, իրան պետք է տեսնեմ որ էդի առնեմ, հասկանում եք, ու ինքը սկզբունքորեն չառավ, ասեց Մելքոյան Գագոն թալանչի է։ Իսկ ես Մելքոյան Գագոն իրենց անուշ աղբերն է, որտեղ ծառայում է իրանց հիմարություններ է դուրս տալիս ամեն օրի էլի, ու դրա համար ինքը գնահատվում է։ Այ էտա իրանց պատկերն էս հասկանում եք, ու մեծ ցույց են տալիս մարդկանց տուգանում են։ Կարմիր գծերը դատարանը որոշում է որ ապօրինի է եղել, ժուլիկություն են անում։ Դե պարզ է, չէ՞ որ դատարան մտնում ես այդ process-ը մի տարուց ավել է տևելու։ Մտնում ես դատարան, կրում ես, ապացուցես որ իրանք սխալ են, ասում եմ օքեյ, ճիշտ է, բայց արդեն էդի բան է, առարկազուր կա։ Միջև դուք կրում եք, էդի 24 թվականին վերաբերում մի 26 թիվն է, մենք նորից ձեզի տուգանում ենք ժողովուրդ, նորից ձեր վրա դրել ենք այդ գումարը։ Էս են իրանք։ Էս են, ու իրանք պետք է կանգնեն ժողովուրդն է, գիտակցի տեսնի 26 թվականը պետք է դնեն իրանք վերջնաժամկետ մեր ժողովուրդը։ Իրանք մնացին թալանը, ժողովրդին քերթելը շարունակվելու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։